Բարև ձեզ, արգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Այս ուղիղ եթերով, այսպես բաց ուղերձի տեսքով պատասխանում եմ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» շարժման կամ դաշինքի կամ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կոչին կալուգացի օլիգարխ չէ, լուրջ բան եմ խոսալու, նիկոլական թեմաներ չեմ ասելու, նախ ասեմ, որ չեմ լսել Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասոլիսը, հատվածներ աչքովս ընկան, բայց չեմ լսել և հուսամ այս ուղիղ եթերս, այս տեսագրությունը սրա, Սամվել Կարապետյանին կհասնի։ Ինչ է առաջարկում Սամվել Կարապետյանը թափանցիկ կերպով, բաց ֆորմատով, ընդդիմադիր ուժերը համախմբվեն, միասնական կամ ամբողջական կամ համագործակցային ճակատ ստեղծեն, քննարկեն անելիքները և այլն, և այլն, և այլն։ Այս պահից սկսած ես զրույցս կտանեմ այնպես, կարծես հենց կոնկրետ Սամվել Կարապետյանին եմ ասում այն, ինչ հիմա պիտի ասեմ։ Ես չգիտեմ, պարոն Կարապետյան, դուք ինձ ճանաչում եք, թե չէ, կամ եթե իմ մասին գիտեք, ինչ գիտեք, ինչքան գիտեք։ Ես գիտեք ումոնցից եմ, այն որ ասեցիք բանը, հնաբնակները, փորձառուները ամբիցիոզ են, դրա համար չեղավ մեծ համախմբում, իսկ ջահելները ավելի ամբիցիոզ են։ Ահա ես այդ ջահելների մեջ ամենաամբիցիոզներից եմ։ Բայց հիմա դրա մասին չի խոսքը ու ամբիցիաների մասին չի խոսքը։ Խոսքը իրական քաղաքական շարժման մասին է, իրական քաղաքական փոփոխությունների մասին է, և թե դուք ինչ եք առաջարկելու հանրությանը։ Ես մի ճանապարհ գիտեմ, սովորաբար, երբ որ ասում եմ մի ճանապարհ գիտեմ, նկատի ունեմ բազմաթիվ ճանապարհներ եմ գցել, բռնել, վերլուծել, այն ինչ դուք առաջարկում եք, դա իհարկե խելամիտ է, բայց մի ճանապարհ գիտեմ, որը ունի անցնելու հայ ազգը, հայ հանրությունը անկախ քաղաքական պատկանելությունից, անկախ արտաքին քաղաքական կողմնորոշումից, անկախ թե ինքը ինչ էթնոսի է պատկանում, ինչ կրոնի է պատկանում, կաթոլիկ է, ուղղափառ է, աթեիստ է, մալական է, հույն է, ախալքալակցի է, ղարաբաղցի է, կապ չունի։ Այդ մի ճանապարհը, նպատակը, օրակարգը նոր սահմանադրությունն է։ Եթե ինչ-որ մեկին սա կթվա ծեծված, ոչ այնքան իրատեսական, կամ մենք էլ գիտենք, բայց եթե ինչ-որ մեկին դա այդպես կթվա, ապա ինքը ուղղակի քաղաքականությունից բան չի հասկանում։ Ինքը ուղղակի հայությունից բան չի հասկանում, առավել ևս չի հասկանում այն 60% մարդկանցից, ընտրողներից, ովքեր գնացին և իրենց ձայնը տվեցին այս կամ այն ուժին, իրենց խղճի մտոք կամ իրենց հաշվարկների համաձայն։ Այն ամբողջ քայլերը, որոնք պահանջվում են, կարելի է անել և այլ, ես փուլ դրանց վրայով չանցնեմ, մանրամասները չնշեմ, բայց մեր երկրին նոր սահմանադրություն է պետք։ Ու այդ սահմանադրությունը պիտի ապահովի մի քանի կարևորագույն սկզբունք, որ անկախ նրանից երկիրը ինչպիսի կազմակերպությունների կանդամակցի, ինչպիսի ռազմական համագործակցության կգնա, անկախ ամեն ինչից, ներքաղաքական կառուցվածքում, ներպետական կառուցվածքում մի քանի պարտադիր սկզբունքներ պիտի լինեն։ 3-4 սկզբունք։ Դրանցից առաջինը իշխանությունների թևերի բաժանումն ու հակակշռումն է կամ հավասարակշռումն է։
Իսկ սա նշանակում է նախագահական համակարգ, որովհետև ցանկացած իշխանության թև հյուսիս պիտի առավելագույնս հնարավորինս անկախ լինի։ Դա ենթադրում է, որ պարլամենտը պիտի ընտրվի առանձին, նախագահը պետք է ընտրվի առանձին գործադիրի ղեկավարը։ Եթե պարլամենտն է ընտրում գործադիրի ղեկավարին, ապա կամ գործադիրի ղեկավարն է կախման մեջ միաձուլված պարլամենտին, կամ հակառակը պարլամենտն է միաձուլված գործադիրի ղեկավարին, ինչը մենք հիմա տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի օրինակով։ Եվ ինչը կարող էինք տեսնել Սերժ Սարգսյանի օրինակով, եթե իշխանափոխություն չլիներ։ Սերժ Սարգսյանը մի շաբաթ վարչապետ է եղել։ Ահա իշխանությունների բաժանման եւ փոխադարձ զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը պահանջում է նախագահական համակարգ։ Եթե որևիցե իրավաբան այլ բան է ասում կամ որևիցե քաղաքագետ այլ բան է ասում, ուրեմն նա զուբրիտ է արել քաղաքագիտությունն ու իրավաբանությունը ու ըստ էության չի հասկանում ինչի մասին է խոսքը։ Կարող եք ուսումնասիրել բրիտանական քաղաքական մոդելի վերլուծությունը եւ դա կոչվում է, այսինքն պարլամենտական համակարգը կոչվում է իշխանությունների միաձուլման, ոչ թե բաժանման, այլ միաձուլման մոդել։ Սա առաջի սկզբունքը, երկրորդ սկզբունքը։ Պարլամենտը պիտի լինի երկպալատ, վերին պալատ ունենա եւ ստորին պալատ։ Վերին պալատը ավելի ուշ ընտրություններով, ստորին պալատը ավելի հաճախակի ընտրություններով։ Վերին պալատը ստրատեգիական նշանակության արտաքին հարաբերություններին վերաբերվող երկրի կարևորագույն ինստիտուտների ղեկավարների եւ անկախ մարմինների ներկայացուցիչների նշանակման ընտրման ֆունկցիաներով, ստորին պալատը ավելի առօրեական հարցերով, բյուջեի հաստատումով եւ այլն։ Երկպալատ պարլամենտը ապահովում է ընտրությունների հաճախակի լինել, պարբերաբար լինել, միևնույն ժամանակ չդառնալ պոպուլիզմի մի հատ օջախ, օրրան պարլամենտը, այլ միշտ ստորին պալատը հաճախակի ընտրություններով ապահովում է դեմոկրատիա, ժողովրդական գնահատականի արտացոլում, վերին պալատը ապահովում է երկարաժամկետ հեռահար նախագծերի նկատմամբ վերահսկողություն։ Երկպալատ պարլամենտի մասին էլի կարելի է խոսել, մասնավորապես այն տրամաբանությամբ, որ վերին պալատը կարող է իր մեջ ընդգրկի նաև մանդատներ Սփյուռքից եւ եկեղեցուց։ Այսինքն երկքաղաքացիները քվեարկում են, ենթադրենք Մերձավոր Արևելքում ապրող երկքաղաքացիները այնտեղի սենատորին կամ Գերագույն խորհրդի պատգամավորին են ընտրում։ Վերին պալատը կարող կոչեն Գերագույն խորհուրդ, ստորին պալատը ազգային ժողով։ Ամերիկայից Սփյուռքից մի մանդատ ալնում երկքաղաքացիները, ռուսական Սփյուռքից մի մանդատ, եվրոպականից մի մանդատ, Արցախից մի մանդատ, Ջավախից մի մանդատ, եկեղեցուց մի մանդատ։ Սա օրինակ։ Հիմնադիր կետեմ կայքում դուք կարող եք տեսնել սահմանադրության մեր նախագիծը կամ ընդհանուր սկզբունքները, բայց դա չի էական։ Այսինքն սենատը կարելի է այս տեսակ կազմակերպել, Գերագույն խորհուրդ։ Սա երկրորդ սկզբունքն էր երկպալատ պարլամենտ։ Երրորդ սկզբունքը դա սուբսիդիարության սկզբունքն է, այսինքն եռաստիճան համակարգ, հանրապետական մասշտաբ, մարզային մասշտաբ եւ տեղական ինքնակառավարում, որոնցից յուրաքանչյուրը ընտրվում է ժողովրդի քվեով, այսինքն առաջնային մանդատով։ Սրանով իսկ կախման մեջ չի լինում ավելի հիերարխիկ, այսպես ավելի բարձր աստիճանի վրա գտնվող գործադիրից։ Իսկ մենք գործադիր իշխանություն ունենում ենք, եւ ոչ միայն գործադիր, բայց հատկապես գործադիր ունենում ենք հանրապետական մասշտաբում նախագահն է մինիստրներով, մարզում ենք ունենում ամեն մարզ իր մարզպետին է ընտրում, եւ ամեն գյուղ կամ ամեն քաղաք իր գյուղապետին եւ քաղաքապետին է ընտրում։
առաջնային մանդատով։ Երրորդ սկզբունքը, որ խիստ կարևոր է, դա սուբսիդիարության սկզբունքն է։ Տարբեր մակարդակներում։ Եվ չորրորդ սկզբունքը ըստ էության համարյա թե ասեցի, դա հանրապետականության սկզբունքն է, ի տարբերություն միապետության, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ոչ թե ջոչին վերևում նստած, եւ իշխանությունը բաշխվում է ներքևից վերև, ոչ թե վերևից ներքև։ Միապետական համակարգերում իշխանությունը պատկանում է թագավորին, թագավորը վերևից բաժանում է այդ իշխանությունը դեպի ներքև, նշանակում է սրան, նա նշանակում է այն մյուսին, նա նշանակում է այն մյուսին, այսպես իրար նշանակելով իշխանական վերտիկալն է ձևավորում։ Հանրապետական սկզբունքի դեպքում վերևում ոչ ոք իշխանություն չունի, ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ներքևում է։ Ու ժողովուրդը այդ իշխանությունը բաշխում է ներքևից վերև, առանձին ընտրելով գյուղապետ, քաղաքապետ, ավագանի, առանձին ընտրելով մարզպետ, մարզային խորհուրդ, առանձին ընտրելով նախագահ եւ երկպալատ պարլամենտ։ Սա մինիմումը։ Այս 4 սկզբունքները։ Ես կարծում եմ, որ սրանք պետք է լինեն նոր սահմանադրության հիմնական սկզբունքները։ Այնտեղ էլի իհարկե սկզբունքներ կան, բայց դրանց հիմա չեմ անդրադառնա։ Եթե այս սկզբունքների հետ կապված ձեր իրավաբանները այլ բան կասեն, քան ես այստեղ ներկայացրեցի, ես պատրաստ եմ ուղիղ եթերով թափանցիկ քննարկման բանավեճի, մի քիչ բանավեճը ճոռոմ ասված, որովհետև ես այդ գիտելիքներն ու կարողությունը չունեմ, որպեսզի ձեր իրավաբանների հետ հավասարի բանավեճ անեմ, բայց քննարկում կարող եմ անել, որտեղ մեկիկ կարող եմ հիմնավորել, թե ինչու այսպես եւ ոչ այլ կերպ։ Ահա միակ օրակարգը, կներեք, սա շատ ամբարտավան կարահնչի, որ միակ օրակարգն է, ուրիշ օրակարգ չկա։ Ու քաղաքականապես հասուն այլ օրակարգ չկա։ Դուք էլ գիտեք, որ չկա, դուք էլ չունեք այդ օրակարգը։ Եթե իրոք, ելի եմ ասում, մի կողմ թողնենք կուսակցական պատկանելությունը, քաղաքական օրիենտացիան, արտաքին քաղաքական կողմնորոշումը, եթե այս ամեն ինչը մի կողմ թողնենք, նոր սահմանադրություն։ Սա է Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մեծագույն խնդիրը։ Եվ այս խնդիրը լինելու է մեր վերքերի բուժումը, մեր արատների արմատախիլ անելը, մեր դեղն ու ճարը, մեր սպեղանին։ Այսքանը շատ լավ են հասկանում մեր հակառակորդներն ու թշնամիները։ Շատ լավ են հասկանում, որ մենք այս սահմանադրությամբ կամ սրա մի թեթև մոդիֆիկացիայով, եթե շարունակենք որպես պետություն, որպես ազգ գոյատևել, մենք ինքներս մեզ կոչնչացնենք, կինքնաոչնչացվենք, կլինի Հայաստան անունով մի բան, կլինեն այնտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հզորագույն գործարաններ, բայց դա այլևս չի լինի Հայաստան, այն Հայաստանը, որը վաղն էր գալու ըստ Գեորգիսյանի։ Այդ ծուղակը, այսինքն հասկանալով, որ մենք այս է մեր լուծումը, մեր հակառակորդները ծուղակ են ստեղծել։ Ու այդ ծուղակներն է, որ անդադ ասում են փոխեք սահմանադրությունը, փոխեք։ Երբ որ մեր թշնամին, մեր հակառակորդ երկրի ղեկավարը կամ թեկուզ բարեկամ երկիր ըստ քաղաքացիական պայմանագրի տերմինաբանության, եթե անդադ ասում է փոխեք, մենք ինքներս հակակրանք ենք արդեն զգում սահմանադրություն փոխելու նկատմամբ, այսինքն մենք ինքներս հակակրանք ենք զգում մեր բուժման նկատմամբ, որտեղ բուժումը ինչքան էլ լինի փրկարար, երբ որ դա հարկադրանքով, զոռով, զզվացնելով են անում հիվանդը դրանից սկսում է վանում է դա իրան արդեն, իրեն դուր չի գալիս։ Մյուս հարցը, ծուղակի մյուս բաժինը դա նախաբանի միջից հռչակագրի, անկախության հռչակագրի մասին հղումի հանումն է, վերացումն է, դուրսբերումն է, որը սարքել են հայոց հարց մեր քաղաքական գործիչները։ Ես ես վերջերս հարցազրույցի էի Տիգրան Արեգունու մոտ, հուսամ այդ հարցազրույցի այսպես հետաքրքրությունը սրանով չեմ կորցնի, բայց այնտեղ ասել եմ,
Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը դա մի փառահեղ փաստաթուղթ է։ Շատ երկրներ, ազգեր կնախանձեին, կերազեին այդպիսի փաստաթուղթ ունենային որպես անկախության հռչակագիր։ Եվ դա իրոք հռչակագիր է, մարդիկ դրանով անկախություն են հռչակել, ոչ թե անկախության գործընթացի սկիզբ, ինչպես մեր անկախության հռչակագիրն է։ Ինչևէ, այդ հռչակագրի մասին հղում չկա ԱՄՆ սահմանադրության նախաբանում։ Եվ ինչ, աշխարհը փուլ եկավ։ Այդ հռչակագիրը դադարեց լինել որպես հիմնադիր փաստաթուղթ Միացյալ Նահանգների, իհարկե ոչ։ Եկեք դադարենք մանիպուլացնել, դադարենք մասսաներին ընկալելի լինելու համար կամ հաճոյանալու համար ինչ-որ պարզունակացնել մեր խոսքը, մեր գաղափարները։ Հռչակագիրը նախաբանում նշած է, թե չէ, դրանից ոչինչ չի փոխվում, բացարձակապես։ Բայց եւ այնպես, սա իմ դիրքորոշումն է։ Իմ եղբայրներն ու քույրերը կարող են այլ կարծիք ունենալ։ Հիմա, երբ որ Ալիևն է անդադ ասում հանեք նախաբանից, ստացվում է, որ տեղել ես ինա դնգնում, տեղել ես թարսվում արդեն, ասում ես չեմ հանելու։ Դու ով ես որ ասես, կամ քո ասելուց հետո չեմ անի հաստատ։ Սա էլ երկրորդ ծուղակը։ Այսինքն ստեղծվեց է մեր թշնամիների ու հակառակորդների կողմից մի իրավիճակ, որ մենք հանգարց չհամախմբվենք մի օրակարգի շուրջ, որը կոչվում է նոր սահմանադրության հաստատում կամ գրեթե նոր սահմանադրության հաստատում։ Այդ թշնամիների կողմից այդպիսի մի իրավիճակ է ստեղծված։ Ու մենք սպասում ենք ինչին։ Մենք դուք Նիկոլ Փաշինյանը կբերի սահմանադրության նախագիծ ու ընդդիմությունը կձևավորի ոչի ճակատ, ոչ կասի։ Ինչքան դեգեներատ պետք է լինի մտավորականությունը, որ նստի սպասի, ով ինչ պետք է ասի, որ ինքը վեր կենա ասի ոչ։ Քաղաքական էլիտաները չեն կարող ոչի ճակատ ձևավորել։ Իրան հարգող քաղաքական գործիչը չի կարող ոչի ճակատ ձևավորի։ Այդ ինչ կարգի ասելիք չունես, որ վեր ես կանում, ասում ես ոչ։ Դու լկստված երեխա չես։ Ոչ։ Քաղաքական գործիչը, քաղաքական էլիտան, քաղաքական ուժը առաջարկում է, թե ինչա ինքը պատկերացնում եւ ուզում։ Չի ասում ոչ։ Ասում է դա չէ, այս մեկը։ Ասում է դրանից լավն ունեմ։ Այսինքն ստեղծում է իր նախագիծը սահմանադրության։ Կներեք դանդաղ խոսալուց համար, բայց կարևոր բան պետք է ասեմ, էլի։ Ահա այն օրակարգը, որի շուրջ քաղաքական ուժերը կարան համախմբվեն։ Այն միտքը, որ Նիկոլ Փաշինյանը չունի 2/3, շատ հեշտ հաղթահարվում է։ Մի քանի տարբերակ հիմա ես ձեզ կասեմ, թե ինչպես կարա Նիկոլ Փաշինյանը հաղթահարի 2/3 չունենալու արգելքը։ Եվ նոր սահմանադրություն գրի, խզմզի, բերի դնի հանրաքվեի։ Առաջի տարբերակ անասնագողություն։ Դա գիտեք որն է։ Երբ որ ընդդիմությունից падգամավորներ է գողանում, շանտաժի ենթարկելով, չգիտեմ, կաշառելով, համոզելով, կամ համ համոզումը, համ շանտաժի է ենթարկում, մի խոսքով քաշում է իր կողմ ու ձևավորում է 2/3, սա դուք գիտեք։ Երկրորդ տարբերակ։ Ձեր իրավաբաններից կարող եք ճշտել, որ մեր սահմանադրությունը ունի այսպիսի կետ, 202 կետն է, եթե չեմ սխալվում, որ երկու սահմանադրական, որ սահմանադրական փոփոխություններ կամ նոր սահմանադրություն կարա նախաձեռնի կառավարությունը, պարլամենտը եւ քաղաքացիները։ Քաղաքացիները 200,000 ստորագրություն հավաքելով, հարցը մտցնում են պարլամենտ, որը եթե 2/3 հավանությանն է արժանանում, ապա դրվում է հանրաքվեի։ Պատկերացրեք Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների շնորհիվ 200,000 ստորագրություն հավաքում է։ Իդեպ նշած չի ինչ ժամկետում, օրենքի փոփոխության համար նշած է, սահմանադրության փոփոխության համար նշած չի։ Բերում է, պարլամենտը չի ընդունում։ Սակայն
Սահմանադրության երկրորդ հոդվածն ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդի իշխանությունը իրացնում է հանրակրվեով։ Երկրորդ հոդվածը ավելի բարձր հոդված է, քան այն հոդվածը 202, որը ասում է, որ պարլամենտը պիտի 2/3-ով դա հաստատի։ Այսինքն այս երկու հոդվածների մեջ գոյություն ունի իրավական տարբերություն, կշռի, ազդեցության, իրավունքի փիլիսոփայության իմաստով, որովհետև ժողովուրդը, երբ որ սահմանադրություն է որոշում փոխի, հանդես է գալիս որպես սահմանադիր։ Պարլամենտը, որը կարա դա թույլ չտա, որ մտնի հանրակրվեի, հանդիսանում է սահմանադրված ինստիտուտ։ Սահմանադիրը սահմանադրություն հիմնողն է, այսինքն գոյություն ունի այդ իշխանությունը մինչև սահմանադրություն գրելը։ Ժողովրդի իշխանությունը առկա է առանց սահմանադրության նաև, դա այսպես բնական իշխանություն է։ Պարլամենտի իշխանությունը հաստատել, թույլ տալ կամ չտալ, դա արդեն սահմանադրությունը գրելուց հետո եկող իշխանություն է։ Այստեղից ժողովրդի իշխանությունը հարցը հանրակրվեի տանելու եւ պարլամենտի իշխանությունը դա արգելելու գտնվում են տարբեր քաշային կատեգորիաներում։ Եվ այս հիմքով Նիկոլ Փաշինյանը կարա իր հավաքած ստորագրություններով մտնի սահմանադրական դատարան ու ասի խնդրում եմ ասեք, մենք կարանք հանրակրվե անենք, թե չէ։ Սահմանադրական դատարանը մի քիչ որ խելքին զոր տա, առանց Նիկոլին պաշտպանելու չեզոք դիրքերից ասելու այո, կարող եք։ 200,000 մի հավաքեք, 300,000 ստորագրություն հավաքեք։ Ասելու է կարող եք։ Սա երկրորդ ճանապարհ, որով նա հարցը դնելու է հանրակրվեի։ Երրորդ ճանապարհ 200,000 ստորագրություն հավաքելուց հետո մոտենում է նախագահին ու ասում է պարոն նախագահ Վահագն Խաչատուրյանն է, հանրակրվե հայտարարեք, ժողովուրդն ուզում է, առանց սահմանադրական դատարանի։ Վահագն Խաչատուրյանը մի քանի իրավակարգ խախտելով ասում է հայտարարում եմ հանրակրվե։ Ու ըստ էության ոչ ոք չի կարա նրան ասի խիտենց այլ, որովհետև մեծ հաշվով նա օրենքը խախտում է, բայց իրավունք չի խախտում։ Ժողովուրդը իրավունք ունի գնա հանրակրվեի։ Չորրորդ տարբերակ։ Եթե բոլոր տարբերակները փակված են, փողոցային պայքարով պահանջում է հանրակրվե։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը այս տարբերակին դժվար թե հասնի։ Այս նույնը վերաբերվում է այսպես կոչված ընդդիմությանը։ Ընդդիմությունը, երբ որ հավաքի այդ 200,000 ձայները ստորագրությունը, նախ հեսա փուլերով կգամ էլի, երբ որ հավաքի այդ 200,000 ստորագրությունը, ու մտնի պարլամենտ, պարլամենտը չի ստորագրելու։ Այս քայլերը կամ ավելի խելոք բաներ, որ ձեր իրավաբանները կամ մեր ժողովրդի լավագույն զավակները, իրավաբանության բարձր մասնագետներ կամ արտաքին կոնսուլտանտները միգուցե ավելի խելոք բաներ խորհուրդ տան, բայց ընդհանուր առմամբ ընդդիմություն պետք է գնա նրան, որ պետք է հանրակրվե, բնականաբար պարլամենտը մերժելու է եւ այստեղ է պետք գալու համաժողովրդական փողոցային պայքարը։ Համաժողովրդական ազգային պայքարը պետք է լինելու փողոց լցվելը, փողոցային շարժումը պետք է լինելու այն ժամանակ, երբ որ 200-300,000 ստորագրությունով կգաս պարլամենտ ու պարլամենտը կասի գնա չեմ նշանակում հանրակրվե։ Այսօրն է պետք լինելու փողոցի ճնշումը։ Եվ եթե դուք ուզում եք մարդկանց, եթե ես ուզում եմ մարդկանց փողոց անել, ես նրանց հավայի 300,000 աշխատատեղ կամ Նիկոլը լեգիտիմ չի, սա չի ուտի, բայց եթե ես ասեմ ժողովուրդ ջան, վերջապես մենք արտաքին քաղաքական կողմնորոշումից անդին, մեր ներքին տարաձայնություններից անդին, մեր էթնիկ պատկանելությունից անդին, որս որտեղացի է դրանից անդին, մեր չգիտեմ կրոնական առանձնահատկությունից հավատացյալ անհավատ լինելուց անդին, մենք բոլորս մի բան պետք է որոշենք, ընդհանուր կարգ, որով ուզում ենք ապրենք։ Ավելի լավը, շատ ավելի լավը, քան էսա, քան եղել է նախորդ երկու սահմանադրությունները։
Որովհետև եթե ինչ-որ մեկը կասի, որ նախկինում էլ ա եղել նախագահական համակարգ, ես այդ 4 սկզբունքները որ ասի, չի պահվի այդ համակարգում։ Իսկ այդ համակարգը, որպեսզի լիարժեք աշխատի, իմ նշած 4 սկզբունքները պիտի անպայման լինեն, ելի եմ ասում, եթե տարակարծություն կլինի կամ թերահավատորեն կվերաբերվեք ասածներից, խնդրեմ, ուղիղ եթերում ցանկացած էքսպերտի հետ ես պատրաստ եմ այս հարցը քննարկել։ Չեմ կարող այնտեղ հավասարի բանավիճել, բայց կարող եմ քննարկել եւ ձեզ եւ ցանկացած մեկին մեր լսարանից համոզել, հիմնավորել, որ այդ 4 սկզբունքները անբաժան են իրարից, եթե ուզում ես լավ աշխատի համակարգը։ Լավ։ Էս էլ սենց։ Փուլերը։ Ինչ փուլեր պետք է անցնի այս հարցը։ Առաջին, այդ միացյալ ընդդիմությունն է, հասարակությունն է, մյուսը պատկերացրեք ընդհանուր գծերով։ Առաջինը օրակարգ է մտցնում այս հարցը, որ այսուհետև 1.5-2 տարի քնում ու զարթնում ենք այս նոր սահմանադրությունը ստեղծելու համար։ Նախ օրակարգ է մտցնում, բոլոր լրատվամիջոցները խոսում են սրանից, դեբատներ, քննարկումներ։ Հետագայում որևիցե հանձնաժողով սկսում է այս նոր սահմանադրության ստեղծումը։ Այս ստեղծման ընթացքում սկզբունքներն են էլի հանրային ձևով քննարկվում, սա ամիսներ է տանում ու ոչ միտեղ չունենք շտապելու կամ շաբաթներ է տանում։ Ամեն հոդված են, կարևորագույն հոդվածներ տանք, մի 7-10 հոդված կա։ Առանձին դնում, քննարկում, վիճում, բացատրում, սովորում, խելքի տալիս, գալի ընդհանուր հայտարարի։ Երբ որ սահմանադրությունը պատրաստ է լինում, արդեն սկսում է ստորագրահավաքի գործընթացը, որ ըստ մեր գործող սահմանադրության 200,000 ստորագրությունն է պետք, հավաքում ենք 300,000 ստորագրություն, 400,000 ստորագրություն։ Եվ ասեցի, պարլամենտին ենք դիմում, պարլամենտը բնականաբար մերժում է, ստեղից փողոցային շարժումով հարկադրում ենք նոր սահմանադրական հանրաքվե։ Ուրիշ բան չենք ուզում, ուզում ենք նոր սահմանադրության հանրաքվե։ Եթե Նիկոլ Փաշինյանը բերում է իր սահմանադրությունը այս ընթացքում, ուրեմն դնում ենք 2 սահմանադրություն քվեարկության։ Հնարավոր է, սահմանադրությունը թույլ է տալիս միևնույն հանրաքվեի ժամանակ մի քանի հարցեր դնել հանրաքվեի։ Թույլ է տալի։ Եթե հանրաքվեն հաստատում է նոր սահմանադրությունը նախագահական երկպալատ պարլամենտով, նախագահական համակարգ երկպալատ պարլամենտով, երկրում սկսում են նախաձեռնվել կամ պատրաստվել ընտրությունների, նախագահի ընտրությունների, գերագույն խորհրդի ընտրությունների, մարզպետների ընտրությունների։ Իհարկե անցումային դրույթներով այս ամեն ինչը մի օրում չի արվի, որոշակի ժամանակագրություն կլինի։ Բայց երկրում սկսում է շատ լարված քաղաքական եւ ոչ միայն քաղաքական, նաեւ իրավական։ Ստեղ էլի պետք է լինելու լուրջ իրավաբաններ, որ համակարգը կարողանան ադապտացնել նոր սահմանադրությանը։ Սա դժվար ճանապարհ է, շատ դժվար։ Բայց եթե մենք ուզում ենք որպես ազգ վերապրենք այն արհավիրքները, որ մեր գլխին եկա վերջի տարիներին, մենք այս ճանապարհը պիտի անցնենք։ Հիմա ամենակարևորը։ Այստեղ շատ մեծ, եւ մի բան էլ ասեմ, ինչ վերաբերում է նախաբանը կլինի, նախաբանում անկախության հռչակագրին հղում կլինի, թե չէ։ Սա հիմա իրավաբանական տեսանկյունից անգրագետ բան պիտի ասեմ, բայց համենայն դեպս խնդրի լուծում է։ Երբ որ հանրաքվեի է դրվում 2 տարբեր հարց։ 1. Նոր սահմանադրությունը եւ երկրորդ, համաձայն են մարդիկ նախաբանից հանել անկախության հռչակագիրը թե ոչ։ Որովհետև եթե պիտի պատճառաբանեն, որ միայն այդ կետով կարա Ադրբեջանը մեր վրա հարձակվի եւ այլն, եթե միգուցե այս ճանապարհը անցնելուց վերջում պարզվի, որ Ադրբեջանը ընդհանրապես տենց բաներ չի կարա։ Իրանն ու ԱՄՆ-ն այսօր բան են ստորագրել։ Ռուսաստանն ու Թուրքիան այսօր հանդիպե բան են քննարկում։ Մենք չգիտենք մի տարի հետո ինչ կլինի։ Ուժերի ինչպիսի դասավորվածություն, ինչպիսի բալանս կլինի։ Բազմաթիվ հարցեր կան, որ մենք չգիտենք, ամենայն դեպս, եթե խնդիրը դա է, այդ 2 հարցը առանձնացնենք, բուն հիմնական սահմանադրությունը, գնում առանձին հանրաքվե, այդ նախաբանի մեջ այդ հղումը լինում է թե չէ, անկախության հռչակագրի, գնում առանձին հանրաքվե։ Սա ասում իրավական տեսանկյունից անգրագիտություն է։
բայց դրա հարցը հələ կքննարկենք։ Ինչի որպեսզի այդ ծուղակը, որ մեր համար սարքած է, այդ ծուղակի մեջ չմնենք։ Ժողովուրդը կընտրի, որ նախաբանը պիտի դուրս գա։ Թող լինի լավ նախաբարած նախաբանի մեջ, թող հռչակագիր չլինի։ Կամ կոզենա մնա, թող մնա։ Մի խոսքով, մի հարցը մյուսի հետ չկապենք, որ tactical voting չլինի այն բանի Հովակիմյանի ասած Վահագն, tactical voting։ Այսինքն այտենց էլի կանխակալ հաշվարկային չլինի, մարդիկ համոզմունքով քվեարկեն, տակտիկական քվեարկություն չլինի։ Հիմա ամենակարևորը, մի հատ շատ բարդ հարց կա այս ամեն ինչի մեջ։ Սա շատ նուրբ հարց է։ Ուրեմն, եթե չեմ սխալվում, 1969 թվականին Ֆրանսիայի նախագահ Շարլ դե Գոլը հանրաքվեի է դնում, եթե չեմ սխալվում, սահմանադրական փոփոխություններ երկու կետով, մեկ որ ուզում է վերին պալատում բացի մարզային ներկայացուցիչներից ունենա նաև ոլորտային ներկայացուցիչներ, այսինքն առողջապահությունից առանձին մարդիկ, ինժեներներից առանձին մարդիկ, մի խոսքով, մեկ էս փոփոխությունն է ուզում դնի, եւ երկրորդը սուբսիդիարության սկզբունքի վրա հիմնվելով տեղական ինքնակառավարումն է ուզում ավելի ինքնավար դարձնի, բայց այդ հանրաքվեի ժամանակ այսպիսի հայտարարություն է անում նախապես, ասում է, եթե ժողովուրդ իրան մի քանի տարի հələ կա էլի, որ ինքը նախագահ լինի, այն ժամանակ 7 տարով ա եղել նախագահությունը, հիմա է 5 տարի, մի ժամկետ, ասում է, եթե հանրաքվեին մարդիկ դեմ քվեարկեն իմ առաջարկած նախագծին, ապա ես հրաժարական կտամ, ու ինչ է տեղի ունենում, մարդիկ գնում, եթե չեմ սխալվում, Քանի դու 62%-ը թե 52%-ը կներեք 52%-ը դեմ են քվեարկում այդ հանրաքվեին բայց ոչ թե դեմ են քվեարկում որովհետև այդ սահմանադրական փոփոխությունները չեն ուզում այլ դեմ են քվեարկում որովհետև ուզում են Դեգոլը գնա հոգնել են Դեգոլից Սա ինչի մասին է չի կարելի իշխանա փոխությունը կապել սահմանադրության հանրաքվեի հետ չի կարելի Սահմանադրական հանրաքվեն կապել դու Սամվել Կարապետյանի կողմից ես թե չէ դու Նիկոլի կողմից ես թե չէ սա սարսափելի մեղք է սա մահացու մեղք է սահմանադրության նկատմամբ սերունդների նկատմամբ այսինքն տիպը էսի Նիկոլի հանրաքվեն հա մենք չենք էլ նայում ինչ սահմանադրություն ասում ենք Նիկոլի բերած սահմանադրություն արեմ ոչ ենք ասում չէ Թեև Նիկոլի ինչ որ հայտարարել, մի աղմաղ բան են հայտարարել, բուն բան չեն հրապարակի հələ տեքստը, բայց ինչ հայտարարել աղմաղ բան է, Նիկոլը չբերի, ով ուզում է բերի։ Ինձ համար դա ոչ է, բայց ես ավելի ինչու ոչ, որտեղ ավելի լավ բան կարամ առաջարկեմ։ Հիմա ես ինչի մասին եմ ասում, այ եթե այս գաղափարը սահմանադրական նոր սահմանադրության նախագծի ստեղծումը եւ հանրաքվեի դնելը որևիցե քաղաքական ուժի, թեկուզ ընդդիմության կողմից, այսպես սեփականաշնորհվեց, գաղափարը որպես ընդդիմության հեղինակության տակ ներկայացավ։ Բազմաթիվ մարդիկ, որ միգուցե դրան համաձայն լինեն, կարան դեմ քվեարկեն, որտեղ մոլի նիկոլական են, իսկ այդպիսի մարդիկ ոնց հասկանում 100,000-ներով են։ Այդ իսկ պատճառով Այս կարևորագույն հարցը ավելի շատ պետք է ունենա քաղաքացիական նախաձեռնության նման մի բան։ Թեև ինքը խիստ քաղաքական օրակարգ է, բայց ինքը պետք է լինի վերկուսակցական կամ ոչ թե վեր, արտակուսակցական, արտաընդդիմադիր, արտաիշխանական։ Սա Հայաստանի Հանրապետության քաղաքացու նախաձեռնությունը պետք է լինի։ Ոչ Նիկոլի, ոչ Սամվել Կարապետյանի, ոչ ընդդիմության, ոչ իշխանության, սա Հայաստանի Հանրապետության քաղաքացու նախաձեռնությունը պիտի լինի։ Եվ Հայաստանի Հանրապետության նվիրյալ քաղաքացիները այս ամեն ինչի մեջ պետքա սկսեն գործել։ Ընդդիմության կադրերը այս ամեն ինչի մեջ կարան մասնակցեն Էլի եմ ասում, առանց դրոշի, միայն եռագույն դրոշով, միայն, ուրիշ դրոշ, ուրիշ կնիկ, ուրիշ տարբերանշան ստեղ չի կարա լինի, որտև սա Հայաստանի Հանրապետության սահմանադրության
օրակարգն է։ Այստեղ պիտի փոխադարձաբար զիջող ու ներող լինենք իրար նկատմամբ, փոխադարձաբար ըմբռնող լինենք իրար խոսքի, իրար մտքի։ Բայց այս ամեն ինչը ռեսուրսներ է պահանջում, կադրային, ֆինանսական, տեղեկատվական, էլ ինչ ասեմ, բարոյա հոգեբանական, այսա արդեն շարքային քաղաքացին այս ամենը չի կարա ապահովի, այս ամենը կարա ապահովեն միջոցներ ունեցող մարդիկ, կադրեր ունեցող մարդիկ, ֆինանսներ ունեցող մարդիկ, ժամանակ ունեցող մարդիկ, մեդիա, լրատվական կայաններ ունեցող մարդիկ։ Այսինքն, այս նախաձեռնությանը ընդդիմության, եթե մասնակցությունն ու համաձայնությունն է լինի, որոշակի դիստանցիայի վրա պիտի լինի, բայց իրանք էլ պիտի ասեն, որ գնում ենք ՀՀ քաղաքացու հարցը լուծելու, Հայաստանի հարցը լուծելու։ Ոչ իշխանությանն են քրվում, ոչ ընդդիմությանը, գնում ենք այս հարցը լուծելու։ Իշխանությունից էլ կլինեն մարդիկ, որոնց խիղճը, միտքը, չգիտեմ, ասեն, հա էլի այ ախպեր, մեր երկրի համար է։ Միգուցե նրանք էլ խառնվեն, իրանց միջոցները ներդնեն, իրանց կարողությունները ներդնեն, բայց սա պետք է դառնա համազգային օրակարգ։ Եվ եթե ինչ-որ այս նկարագրածից ինչ-որ կետերի հետ համաձայն չեք, ես հասկանում եմ, նորմալ է, զարմանալի կլինի, որ հալած յուղի տեղ ես իմ սաղ ասածները ընդունեք։ Բայց էս է, ինչ այսօր ունի անելու Հայաստանի Հանրապետությունում ցանկացած քաղաքական գործիչ։ Մանդատը կվերցնի, թե չի վերցնի, թող վերցնի։ Եվ եթե այս հարցը սկսենք քննարկել, այս հարցի շուրջ դուրս գանք ժողովրդի առաջ, ասենք ժողովուրդ ջան, իմ անունը չենք էլ տալիս։ Հարիկյանն է տարիներ շարունակ խոսում նոր սահմանադրության մասին, իր անունն էլ չենք տալիս։ Էլի մարդիկ կան, իրանց անունն էլ չենք տալու։ Ասում ենք հանրության մեջ խմորվում է այս հարցը։ Ու շատ կարևոր մի հատ դիտարկում էլ անեմ, սա արդեն մեկնաբանում եմ անցյալը։ Քաղաքական ուժերը ոնց են ծրագիրը ներկայացնում։ Թուղթ ու գրիչը վերցնում են, կոպիտ ասած, սոցիոլոգները, գնում են, ասում են, ամենաշատ ձեզ ի՞նչն է անհանգստացնում, հարգելի քաղաքացի, ասում է, դե առողջապահությունն է, էլի կուզենան, որ լավը լինի, նշում են, այն մյուսը անվտանգություն, այն մյուսը սենց ստատիստիկայով հավաքում են, թե ժողովրդին ամենաշատը որ խնդիրներն են հուզում։ Հետո գալիս է քաղաքական գործիչը, այդ խնդիրներից ամենաշատ հուզողները, սարքում է իր մոտ քաղաքական ծրագիր ու ասում է, ես գալու եմ ձեր համար անեմ էս։ Այդ թղթի վրա իրական քաղաքական գործիչը, իրական քաղաքական էլիտան, ազնվականությունը, իրական քաղաքական առաջնորդությունը չի գնում հարցնում, գալի ու ասում է ինչա պետք իր ազգին, իր ժողովրդին։ Իր ժողովուրդը սկզբից կավա չջոգի էլ, որ էդի պետք է։ Ոնց որ իսկական գեներալը չի եթում զորքի շարքայիներին հարցնում, ոնց ինձ զենքեր եք կարծում պետք է, ոնց հա լավ կրակի։ Իսկական գեներալը գալի ասում է, այսքան մարդ ստե կանգնակ, այսքան մարդ էստեղ, այս զենքը դու ես վերցնում, այս զենքը դու։ Հələ մի հատ փորձեք տենամ ինչ եք կարում անեք, այ դու էլ այս զենքն ես վերցնում։ Ու սկսում են պարապել, հետո էլ գնում են հրամաններ են կատարում, առաջադրանք են կատարում։ Իսկական քաղաքական առաջնորդությունը չի կարա ստատիստիկ անալիզով որոշի իր ազգին ինչա պետք։ Իր ազգը ասում է, գոնե այս ընտրություններին, ես պատրաստ եմ, ասեք ինչ եք առաջարկում։ Ու մարդիկ զգում են, դուք տենց էժան սոցհարցումների արդյունքում ձևավորված ծրագիր եք ներկայացնում, թե իրոք բարձր եւ խորը քաղաքական ծրագիր։ Մարդիկ դա զգում են։ Այս 60% մասնակցությունը վկայեց այն մասին, որ մարդիկ շատ լավ հասկանում են լուրջ թեմաներից, կարևորը անկարևորից զանազանում են։ Եվ քաղաքական գործիչներից ակնկալում են մասշտաբային, մեգա նախագծեր երկիրը հիմքից կարգի բերելու համար։ Իսկ նման նախագիծը, եթե երկու բառով ներկայացնենք, հենց սահմանադրությունն է, որը երկրի հիմքերն ու տանիքն է,
նախագծում, ձևակերպում, իմաստն է ասում եւ մեխանիզմներ է տրամադրում պետական կազմակերպումը կյանքի կոչելու համար։ Թերևս այսքանը։ Եթե ես իմ ասածը ձեզ հետաքրքրեց, պարոնայք ընդդիմադիրներ, ես դիմում եմ որպես քաղաքացի, էլի եմ ասում, այս նախաձեռնությունը ըստ էության պիտի քաղաքացիական լինի։ Եթե սա ձեզ հետաքրքրեց, ուրեմն մենք հանդիպելու խոսալու բան ունենք։ Իսկ եթե ոչ, Աստված ձեր հետ։ Շնորհակալություն, ցտեսություն, բարի գիշեր։